Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ։ Ես այսօր զրուցելու եմ գրող ազատամարտիկ Նարեզ Սոսեի հետ, սակայն մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ բաժանորդագրվել իմ ալիքին, հավանել այս տեսանյութը եւ անպայման գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Բարև ձեզ, Սոսե։ Բարև ձեզ, հաճելի էր նորից լսելը։ Ինձ եւս Եկաք։ Եվ այսպես կուզեմ առաջի հարց տալ։ Հիմա ամենակարևոր հարցն է ըստ էության, իշխանություններն ասում են հիմա խաղաղություն է, սահմանին չկան կրակոցներ, եւ եթե ընտրություններում մեր իշխանությունը պարտվի, ուրեմն խաղաղություն չի լինի, արհեստական բանականություն չի լինի, ոչինչ չի լինի, Հայաստանը կմտնի պատերազմի մեջ։ Նախ դա ասելուց առաջ պետք է նկատի ունենան, որ իրենց լսում են ռազմագետները, իրենց լսում ենք մենք հին ֆիդայիներս, որոնք որ տեղյակ ենք սահմաններից, եւ համարյա ամեն ամիս մենք ունենք սահմանին զոհվող, որին փորձում են ներկայացնել իբրև իրար կրակեցին, այնտեղ չգիտեմ բաները ինչ որ սպաներն են կրակել, ինչ որ ուրիշ իրավիճակներ են փորձում մեջ բերել։ Իրականությունն նա է, որ վերջին անգամ օրինակ նոր տարուն եղել է հրաձգություն եւ մեր տղաներին, ես այդ մասին բարձրաձայնել եմ հանրային հարթակներից, մեր տղաներին արգելել են կրակել թուրքերի վրա մինչև չմոտիկանան 60 մետր, իսկ 60 մետր մոտիկանալուց արդեն իմաստ չունի պարզապես կրակելը նրանց վրա, որովհետև նրանք տեխնիկայով են դա անում, ոչ թե մենակ ավտոմատներով, կամ դա արդեն ռուկապաշնի բոյել չի, էլի, այսպես ժողովրդական լեզվով ասած։ Ուղղակի իրենց հարմար է այդ ձև հերթական անգամ Նիկոլի մանիպուլյացիան է, Նիկոլին մենք ես ու Նիկոլը իրար գիտենք 1995 թվականից, ինքը մեծ ծաղրացու է, մեծ մանիպուլյատոր, սովոր սողալու, ոտքերի տակ, հանուն իր շահի, այնպես որ այդ մարդուց ամեն ինչ սպասելի է, ես դա 2018 թվականի թավիշին ասել եմ, երբ բոլորը գոռում էին փրկիչ, ես ասում եմ դուք այդ տականքին չեք ճանաչում, ոչ միայն ես, էլի կային մարդիկ, որոնք իրեն ճանաչում էին ու ասում էին մի արեք, որովհետև դուք շատ սխալ պատկերացում ունեք գյուղացի, խեղճ ու կրակ, այսպես ասած որբ մենք մի հատ հարևանուհի ունենք, մի օր կանգնեցրեց ասեց, այդ եթի երեխուցին չես ուզում, ինչ ես առավոտի ծիրիկուն քննադատում, իրականությունը այն էր, որ մենք ճանաչում ենք ով է ինքը, իսկ ինչպես հայտնի է նմանը զնմանը կգտանե, ինքը գտել էր իր խունտան, իր հոտը շակալների ու երկիրը ավերեցին, քարը քարին չի մնացել, հիմա ով որ եկավ իշխանության, ես միշտ ասում եմ դա, նախ եւ առաջ նրան պետք է մի հատ հոգեկան զննման ենթարկեն, այսինքն հոգեկան խախտվածի թուղթ տան, նոր հերոսի կոչում նորաթոր, որովհետեւ այլ կերպ էս իր արածի տակից դուրս գալը շատ մեծ տղամարդկություն է պահանջում ու շատ մեծ փորձ, Ես դրա համար միշտ ասում եմ մի տվեք առևտրականների այս երկիրը, մի անգամ տվեք ծաղրածուների, տեսանք դրա արդյունքը, հիմա էլ առևտրականների մի տվեք։ Դուք ազատամարտիկ եք, ես կուզեմ հիշեցնել Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանի խոսքերը, որ ասում էր մենք մեզ պետք է խելոք պահենք հիմա։ Գուցե ճիշտ է ասում, գուցե հայ ժողովուրդը պետք է իրեն խելոք պահի, որ Ադրբեջանը չհարձակվի մեր վրա։ Այ ես ինչ կասեմ, նախ Սասունը վաճառել է բոլոր իր սրբությունները, ինքը հատուկ էլ տենց փայլող բան չի ունեցել, կենսագրություն էլ չի ունեցել, որ ասեմ, տենց հայտնի դեպք կա, ես բազմից անդրադարձել եմ Սասունին, ինքն էլ գիտի իմ կարծիքը իր մասին ու շատ լավ գիտի, որ ինքը վաղուց արդեն զրոյացրել է իր ֆիդային կոչվելու իրավունքը, որ ասեմ այտենց փայլուն կռվող ա եղել սուտ կասեմ, ավելի շատ ունեցել է պաթոս, ավելի շատ կարողացել է սապնվել այնտեղ, որտեղ որ շահ ա եղել ու որ ասեմ այտենց եսի միջդեպի հայտնի էլ կռվող ա եղել, էդ էլ է սուտ, ուղղակի նա մարդ է, որը որ սովոր է կարողանում է սողալ, իսկ ֆիդայինը պետք է չկարողանա բացի խրամատից այլտեղ սողալ։
Բայց Նա պետք է օրինակ հրաժարվեց սրտի կանել բանում ուրախ ավտոբուսում ինքը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի խաղը խաղալ եւ սրտի կանել։ Ուղղակի արդեն հասկանում է, որ եթե մնացածից պահանջելու են, ասենք, միայն պետական դավաճանության համար, իրենից պահանջելու են, որ ասում են 7 կաշին են քերթելու, 7 կաշի են քերթելու իրանից, ինքը դա լավ հասկանում է, որ ինքը հետո պատասխան է տալու նաև իր զինակից ընկերների դեմ, եթե արդեն չի սկսել տալ։ Ինքը շատ լավ հասկանում է, որ դա իր համար արդեն մահվան դատավճիռ է, բայց ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է իրեն սպանելու, այլ ինքը ինքնասպան լինելով էլ իր կենսագրությունը չի մաքրելու։ Ֆիդայինը մի անգամ է տալիս երթում և նա պարտավոր է բոլոր իրավիճակներում հավատարիմ մնալ իր երթմանը, հավատարիմ մնալ հողին, հայրենիքին, իր ընկերների թափած արյանը, դա սուրբ է, դա սրբություն է, որ անցնել չի կարելի։ Գուցե մի քիչ հին բան ասեմ, բայց կուզեմ ձեր կարծիքը անպայման լսել այս հարցի վերաբերյալ։ Օրինակ վարչապետի նախկին կին Աննա Հակոբյանը ասել էր, որ պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 11000 դասալիկ։ Թեև նման քրեական գործեր կային, բայց դատավճիռներ չկային եւ որևէ մեկ կարծեմ 65 հոգու նկատմամբ են ընդամենը դատավճիռ եղել։ Բայց այնուամենայնիվ մեր բանակը այդպիսին է, ինչ է կարծում եւ հնարավոր է այդպիսի բանակով օրինակ Ադրբեջանի հետ կռվել։ 44-օրյա պատերազմին ելնելով առողջական վիճակից ես ներկա չեմ գտնվել, բայց այնտեղ են եղել իմ եղբայրները, իմ մարտական ընկերները եւ այնտեղ է եղել իմ հարազատ եղբայրը, որը ցավոք սրտի վաղաժամ հեռացավ կյանքից, բայց ասեմ, որ նաեւ դա հետևանք թողեց, որից հետո սիրտը չդիմացավ, 44 օրյայից հետո մահացավ, բայց ասում էին շատ պարզ բան տղաները, ու քանի որ իմ մի մասը Արցախից է, իմ մայրը Արցախցի է, ես գիտեմ դա հենց այնտեղից, Մարտակերտից հենց կոնկրետ կասեմ, ոչ մի դասալքություն չի եղել, սուտ է, ճիշտ եթե 11,000 է ասում, ուրեմն ՔՊ-ում 11,000 գրանցված կա, որովհետև ուրիշ դասալիք, ուրիշ դավաճան, ուրիշ, ոնց ասեմ, ճիվաղ մեր ազգը չունի։ Իսկ նրանք բոլորը գենետիկ հայեր չեն կարող լինել պարզապես, օրինակ Նիկոլը ես համոզված գիտեմ, վաղուց գիտեմ, որ ադրբեջանցու ծնունդ է, ոչ թե մայրը, այլ հորական կողմը ադրբեջանցիներ են, գենետիկ ադրբեջանցիներ են, այնպես որ թող որ ասում են դե հիմա հարթակում չլինեինք այլ կերպ կասեի, ես հայտնի եմ, չէ՞, իմ կոպիտ բառերով, բայց չեմ ասի, զերծ կմնամ ու կասեմ ուղղակի թող իր ավարը ուրիշի գրպանը չմտցնի, այսպես ասեմ, իր գողունը, իր առաստականկությունը չփորձի մտցնել ուրիշի գրպանը։ Մենք դասալիկ տղաներ չենք ունեցել, մենք ունեցել ենք հերոսաբար կռվող 18-ից 58 տարեկան տղերք։ Ուղղակի չենք ունեցել հրաման կազմ, որովհետև հին հրամանատարները բնականաբար չէին կարող դասալիքին գերագույն հրամանատար հռչակել, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլին չէին կարող հռչակել, չեն աշխատանքից ազատված են եղել, նորերն էլ իր խունտայից են եղել։ Ու անհնարին էր, որ կոշկակարը հաց թխի, այնպես ինչպես կարող է թխել հաց թուխը։ Ես դրա համար եմ հիմա էլ ասում, երկրորդ Նիկոլ հանկարծ չբերեք ես երկրի գլխին, այլևս չի դիմանա, երկրորդ փորձություն, երկրորդ եղերն այս ազգը չի կարողանա նորից, մեր ազգը չի դիմանա։ Այս անգամ շատ զգուշ պետք է ընտրության մեջ լինենք։ Կոշկակարը պետք է կոշիկ կարի, հաց թուխը պետք է հաց թխի, որ երկիրը երկիր դառնա։ Որովհետև եթե առողջապահության նախարարը սոցիոլոգ է լինում, կրթության նախարարը եսիմով, սա ենք ունենում, այս պատկերն ենք ունենում։ Եթե քաղաքական նկատառումներից կիլոմետրերով հեռու մարդը, որը որ ուղակի Թումանյան չիմանալով, ես դա համոզված գիտեմ, մի կուրս ինձնից վերև է Նիկոլը սովորել, ազատվում է համալսարանից ու հետո հայտարարում է, որ քաղաքական նկատառումներով է դուրս մնացել, այն ժամանակ ինքը ոչ մեկն է եղել, որ իրեն ինչ-որ բանի սովորել, ազատվում է համալսարանից ու հետո հայտարարում է, որ քաղաքական նկատառումներով է դուրս մնացել, այն ժամանակ ինքը ոչ մեկն է եղել, որ իրեն ինչ-որ բանի համար հանեն։ Բնականաբար սա ենք ունենալու կրթահամակարգում, սա ենք այս իրավիճակն ենք ունենալու երկրում։
Եթե գերագույն գլխավոր հրամանատար է, բայց չգիտի ավտոմատը որ կողմից է գրակում։ Դիմաց ընտրություններ են եւ մի քանի այսպես առաջատարներ կան, հա, սոցհարցումների տվյալներով խոշոր բլոկներ կան, ընդդիմությունից Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Ձեր կարծիքով ի վերջո հանրությունը ում կընտրի եւ ում եք դուք անձամբ համակրում։ Ես դա երբեք չեմ թաքցրել, ես դա ասել եմ միշտ, ես դա ընտրել եմ դեռևս Կարեն Դեմիրճյան, Ռոբերտ Քոչարյան ժամանակ, ամենաառաջի ընտրություններին։ Ես միշտ եղել եմ Ռոբերտ Քոչարյանի համակիրը, գաղափարակիցը, գիտեք ոնց է։ Մենք չենք ընտրում թաղի տղա, այսպես ասած, կամ ասենք շատ կներես կոպիտ արտահայտվեմ, տուն տանելու համար չենք ընտրում, երկրի ղեկավար ենք ընտրում, այո, պետք է լինի կոպիտ, պետք է լինի աշխատասեր, պետք է լինի հրամանատար, որին որ կամենան ենթարկվել, դաժան պետք է լինի, որտեղ պետք է։ Ռոբերտ Քոչարյանը այն միակ մարդն է, որը այս իրավիճակում կարող է երկիրը նորից հանել ոտքի։ Ռոբերտ Քոչարյանը դա ոչ թե ուղակի հայտարարում է, նա այնքան համեստ մարդ է, չի էլ հայտարարում։ Նա մի անգամ արդեն ապացուցել է դա։ Պատերազմից հետո նա մի անգամ արդեն ավերակներից երկիր է ստեղծել։ Ինչ մնում է, որ անընդհատ ասում են գույքի դիմաց, գույք պարտքի դիմաց, եսիմ ինչ, այդ ասողները կարամիտ են առնվազն, որովհետև երկիրը այնպիսի մի հատ քաոսային վիճակի էր հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանը, որ եթե համագործակցություն չլիներ, անհնարին էր ժողովրդին պարզապես տարրական պայմաններով ապահովելու։ Այդ ասողները մոռանում են, որ գազ չունեինք, լույս չունեինք, ջուրը ժամով էր։ Ու միայն Ռոբերտ Քոչարյանի ճկուն քաղաքականության, դիվանագիտության շնորհիվ ստացվեց, կարողացավ, այդ մարդը շատ ուժեղ ամուր կամքի տեր մարդ է, եւ եթե այս անգամ այլ ընտրանք տանի ժողովուրդը ելնելով ինչ-ինչ ես շատ գիտեմ են նուրբ հնդկական կինոների կերպարների զոհ գնալով, ապա մենք երկիր ենք կորցնելու։ Կամ Ռոբերտ Քոչարյան, կամ Հայաստանի Հանրապետության պետականություն։ Ես կոնկրետ այլ ելք չեմ տեսնում։ Մեր հոգևորականներին գիտեք Նիկոլ Փաշինյանը ամենատարբեր վիրավորանքներն է հասցնում, վեհապար Հայրապետին կծրիչ Ներսիսյան է անվանում, Ալեն Սիմոնյանն ասում է, որ եկեղեցում կան մանկապիղծ հոգևորականներ, դուք ինչպես եք վերաբերում մեր եկեղեցուն եւ նրանց այս հայտարարություններին։ Նայեք, ես շատ անկեղծ կլնեմ, ես ինձ համարում եմ քրիստոնեական եկեղեցու հավակնորդ, ժողովրդի համար իմ աուդիտորիայի գոնե իմ աուդիտորիայի դիմաց ես միշտ եղել եմ ազնիվ, միշտ ինչ մտածել եմ, ինչ զգացել եմ, դա եմ ասել։ Եթե ես ասեմ, ես խորը հավատացյալ մարդ եմ, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև ես ֆիդային եմ առաջի հերթին։ Եթե ասեմ ես անհավատ եմ, էլի չի կարող լինել, որովհետև ես ֆիդային եմ, որովհետև ես տեսել եմ ինչ է մահը սեփական աչքերով։ Բայց եկեղեցին դա մեր սրբությունն է, մեր հենարանն է, մեր պետության հենասյունն է, ու եթե նկատի ունի ասում է, որ չգիտեմ, այնտեղ ներսիս ինչ է ասում, ոնց է անվանում, ինքը վեհապարին, նա մեր վեհապարն է, ու եթե նա երեխա անգամ ունի, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, ասելով, որ նա Աստծոն դեմ է գնացել, Նիկոլը արդեն հերքում է Աստծո գոյությունը, քրիստոնեության գոյությունը, որովհետև մեր Աստվածաշնչի մեջ ոնց է գրված, եւ թող լինի կամքը քո, չէ, եթե եղել է Աստծո կամքը, եթե ծնվել է երեխա, առանց Աստծո կամքի ոչ մի երեխա ոչ ծնվում է, ոչ մեկ ոչ մահանում է, ուրեմն այդպես է ծրագրավորած, եթե այդպես է եղել։ Քրիստոսից Քրիստոս չի կարող լինել։ Իսկ ինչ մնում է Նիկոլի այդ հայտարարություններին, ոչ, նա հոգեկան հիվանդ չի, հիմա փորձում են գիժ սարքել նրանից, նա գիժ չի։ Նա պարզապես չթլփատված մահմեդականի ճուտ է, ոչ թե դավաճան է, Նիկոլը իր ազգի հերոսն է։ Մենք Քեմալից, Աթաթուրքից, հետո Քեմալից հետո չենք ունեցել նման կերպար,
նման թուրք չենք ունեցել, որ կարողանար զավթել այսպես խաբեությամբ մեր հաղթողների գահը։ Իզուր չի դրել ՔՊ, Քեմալի պայմանագիր, ես էդի հայհոյանքով էլ եմ ասում երբեմն, բայց նորից ձերծ կմնամ, կարծում եմ ինձ հասկացողները հասկանում են։ Նիկոլը թուրք է։ Նիկոլ Փաշինյան Դավաճան վաճառված։ Փաշինյանն ասում է, որ մենք պետք է Արցախի հանրապետություն, Արցախ տերմինները այլևս չօգտագործենք։ Նույնիսկ ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրին Արցախի հետ կապված Վենսին գիրք նվիրելու համար։ Եվ ասում է, երբ որ մենք ասում ենք Արցախ, դա նշանակում է, որ Ադրբեջանի նկատմամբ ունենք հողային պահանջներ, ինչն էլ իր հերթին նշանակում է պատերազմ։ Ինչ է կարծում, մենք պետք է շարունակենք Արցախ տերմինը օգտագործելը։ Նախ Արցախը դա մեր սրբությունն է։ Արցախ ասելով մենք միայն հողատարածք կամ Արարատ ասելով մենք միայն հողատարածք նկատի չենք ունեն։ Մենք հոգևոր սրբություններ ունենք։ Եվ դա մեր սրբությունն է։ Այո, դա մեր երազանքն է, այո, մենք անպայման ես համոզված եմ հասնելու ենք Արցախ։ Մենք դեռ Արարատ ենք հասնելու, շատերը իմ հայրական կողմը սասունցիներ են, ու ես միշտ ասում եմ դա, որ Եղեռնը չի կարելի հերքել, այն ինչ հիմա Ծիծեռնակաբերդի հետ է անում Նիկոլը, դեմը ապրիլի 24-ն էին, դրանք սարքում են, որպեսզի չկարողանան գնալ։ Նիկոլ, լսում ես, գնալու ենք Ծիծեռնակաբերդ, բոլորով գնալու ենք, մենք բոլորս ազգովի պահանջատեր ենք Եղեռնի։ Ու ինչ մնում է Արցախը, Արցախ մենք վերադառնալու ենք, թուրքը ավերում է Արցախում մեր եկեղեցիները, իսկ մեր երկրի գահը զավթածը գոռում է, որ Արցախ չկա, որովհետև ինքը թուրքի ճուտ է, այլ ընտրանք, այլ բացատրություն դրան չկա։ Վախենում է պատերազմից, իսկ խաղաղ մորթվելուց չեն վախենում։ Խաղաղ մորթվելուց, այդ որ թուրքին առանց մի կրակոցի տեղ գյուղում է, քանի կիլոմետր, 5 կիլոմետր տվել, հետո քիչ-քիչ տալիս է մինչև Երևան, մինչև ուր, բանը, Իլհամը կանգ չի առնելու, Ալիևը պահանջատեր է լինելու իր չունեցածի համար, իսկ մենք մեր ունեցածի համար, այո, թող կռիվ լինի, հետո կկռվենք, առաջի անգամ չենք հաղթում, մենք ես պատերազմնել ենք հաղթել, մեզ դավաճանել է Գերագույն գլխավոր կոչվածը իր խունտայով, իր թուրքական 5-րդ էշալոնով, իր ՔՊ-ով, մենք մեր տղաները չեն պարտվել, մեր տղաները կռվել են մինչև վերջ, իսկ մեզ դատում է միայն նրա համար, որ չենք ուզում թուրքանալ, ապրիլի 7-ին իմ դատն է հերթական, փորձում է սուտ մատնություն կարելին վրա, իր ոստիկանախունտայով, ես մեռա ասելով, ոստիկաններն ու Նիկոլի ներքին օրգանները միակ պահապան հրեշտակներն են Նիկոլի, նրանք եթե իրենց գործը ճիշտ կատարեին, մենք վաղուց Նիկոլ ու ՔՊ չէինք ունենա, գահին, իշխանության չէինք ունենա, իսկ ինչ մնում է Նիկոլի ապրել չապրելու, Նիկոլը պտի դեռ երկար ապրի, ու պտի երկար դեռ դատվի, ու երկար պտի պատասխան տա դեռ, ու պատասխան պտի տա իր այդ 5-րդ էշալոնով։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար եւ մեր հեռուստադիտողին կրկին խնդրեմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ գրել կարծիքը։ Շնորհակալ եմ։ Ես եւս իմ հետ